Հրապարակ թերթը գրում է լեգենդար հայ ֆուտբոլիստ Արարատ 73-ի մարզիչ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն ու գավաթակիր օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի անունով Երևանում փողոց անվանակոչելու հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը։ Այս մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է Փյունիկ ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։ Այս լուրը խիստ բացասական արձագանք է ստացել ոչ միայն հայկական ֆուտբոլում, այլև դրսում, քանի որ Նիկիտա Սիմոնյանը համաշխարհային սպորտում բացառիկ հարգանք վայելող մարդ էր, որի հետ կապի մեջ են եղել համաշխարհային ֆուտբոլային աստղեր, UEFA-ի ու FIFA-ի ղեկավարները։ Կարծես թե Աթուր Ջանիբեկյանի եւ Արթուր Սողոմոնյանի ֆինանսավորմամբ նկարահանված ու Արարատ 73-ի մասին պատմող ոսկե դուբլ ֆիլմն ազդել է իշխանամերձ որոշակի շրջանակների նյարդերի վրա ու դրանում նրանք տեսել են փափուկ ուժի դրսևորում։ Մարդիկ սկսել են պայքարել մեր երբեմնի բոլոր հաղթանակների ու հպարտության պահերի դեմ, փոխանակը պարտանան դրանցով եւ օգնեն հայկական արժեքները տարածելու նախաձեռնություններից։ Չնայած նույն Արթուր Սողոմոնյանն ամեն պատեհ առիթով հայտարարում է, որ հեռու է քաղաքական պրոցեսներից եւ իր բարեգործական ծրագրերի նպատակը բացառապես հայկականի տարածումն է, սակայն մեր իշխանական շրջանակները ժամանակ առ ժամանակ փորձում են գործարարի անունը կապել քաղաքական պրոցեսների հետ։ Հրապարակ թերթը գրում է իշխանությունը 3 հերթական նախընտրական հանդեսներ բեմադրել այս անգամ խորհրդարանում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնությամբ աշխատանքային քննարկում էր կազմակերպվել առողջապահության համապարփակ ապահովագրության գործարկման ընթացքի վերաբերյալ։ Հրավիրել էին նաև ոլորտի պատասխանատու Նիկոլ Փաշինյանի բենդինգից պարուհի Անահիտ Ավանեսյանին, որն ավելի քան 2 ժամ ինչպես կոտրատվելով պարում է, այնպես էլ ներկայացնում էր, թե ինչ լավ բան են անում քաղաքացիների համար, թե որքան մարդ է համակարգի ներդրման պահից անվճար բուժօգնություն ստացել ապահովագրության ներդրման շրջանակներում եւ այլն։ Կան տեղեկություններ, որ իշխանությունը փորձում է ջրել պարգևավճարների թեման, ցույց տալ, որ միայն իրենք չեն օգտվում բյուջեից, օգտվում են նաև թոշակառուները, խոցելի խմբերը, որոնք առողջապահության ապահովագրությունից շահել են։ Հրապարակ թերթը գրում է. Ջրվեժի Պալադիում հոլում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկին թեպետ նախապես հայտարարել էին, որ երիտասարդները գրանցվել են, սակայն կարելի է ասել Փաշինյանի թիմակիցներն ու շրջիկ պատարակների մասսանը հիմնականում ներկա եղել։ Մասնակիցների մեծ մասը 40 անգամ 50+ տարիքի են եղել։ Շատերին Փաշինյանի աշխատակազմից են հրավիրել ԿՊԱ-ական տարածքային կառույցներից։ Նախապես փոքրիկ դրոշներ են բաժանել մասնակիցներին, մինչ Փաշինյանի գալը մի քանի անգամ պարապել է նրա հեղինակած երգի տակ պարային ինչ շարժումներ անել, որ հեռարձակելու լավ տեսարան ունենան։ Իսկ դիսկոտեկի կեսից արդեն միացրել են ռաբիզ երաժշտություն ու լավ տժժացել։ Ողջ ընթացքում պարահրապարակում պտտվել են ՊՊԾ աշխատակիցներ, նաև Հովանավանքում պատարակի ժամանակ ռեպլիկ արձակած Հայկ Դորունցին բերանը փակելով դուրս հանած թիկնազորի աշխատակից Աշոտ Մկրտումյանը, մինչ ռեստորան մտնելն են մասնակիցներին հատուկ սարքերով լավ զննել են, նոր ներս թողել։ Ընթացքում մասնակիցներին անվճար միայն ջուր են տվել, գարեջուրն ու ուտելիքը մարդիկ իրենք են գնել։ Փաստորաթերթը գրում է. Պեկի հրապարակած տվյալների համաձայն 2025 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկատուները վճարել են գրեթե 2 տրիլիոն դրամ, ընդ որում ուշագրավ է, որ առաջատար տասնյակը վճարել է նշյալ գումարի մոտ 20%-ը։ Չնայած որ 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ լավագույն տասնյակի վճարած հարկերը նվազել են մոտ 3.6%-ով, միևնույն ժամանակ 1000 խոշոր հարկատուների վճարած գումարի մոտ 47%-ը վճարել են առաջին հիսնյակում գտնվող ընկերությունները։ Ցուցակի առաջատարը Mobile Center-ն է, որին հաջորդում են Grand Tobacco-ն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ինչ վերաբերում է ոլորտային կառուցվածքին, ապա հիմնականում տեղ է գտել միանգամից 8 բանկ։ Ինչպես միշտ առաջատարների մեջ են նաև կապի 3 օպերատորները՝ Viva Armenia, Ucom, Telecom Armenia։ Արտադրությամբ զբաղվող ընկերությունները լավագույն 50-ի մեջ 10-րդն են, որոնցից 3-ը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ։ Հետաքրքիր է, որ առաջին 50 հարկատուների ցանկում սննդի արդյունաբերությամբ զբաղվող միայն 2 կազմակերպություն կա, որոնք վերջին տարիներին այս ոլորտի անփոփոխ առաջատարներն են։ Հրապարակ թերթը գրում է. մի քանի օր առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն ինչ անել խափանելու եպիսկոպոսաց ժողովը, որը կայանալու է փետրվարին Ավստրիայում։ Նախորդին վեհափառի դեմ քրեական վարույթ սկսեցին ծառայողական լիազորություններն օգտագործելով դատական ակտը չկատարելու մեղադրանքով։ Գործը հորինվել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոսի ազատման փաստով, չնայած փաստաբանները պնդում են, որ թեմի առաջնորդը ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ ուխտով է կապված կաթողիկոսի հետ եւ այստեղ դատական ատյաններն ու
աշխատանքային օրենսգիրքը կապ չունեն, սակայն իշխանությունների համար դա էական չէ։ Դատական որոշում կա կաթողիկոսին պարտադրող, որ վերականգնի Գևորգ Սարոյանին թեմի առաջնորդի պաշտոնում, այդ որոշումը նա չի կատարել, ուստի հարուցվել է նման վարույթ։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ այս վարույթով հիմք են նախապատրաստում, որ վեհապարի սեկտը փակեն եւ թույլ չտան լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, ինչպես արել են բոլոր ընդդիմադիրների եւ շատ ուրիշների նկատմամբ։ Դրանով կտապալեն եպիսկոպոսատ ժողովը, որի օրակարգում լինելու է Տիրադավ եպիսկոպոսներին թեմական առաջնորդություններից զրկելու հարցը։ Հրապարակ թերթը գրում է. Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից թեպետ պաշտոնապես դադարեցվել են, սակայն ԿՊ-ում չունեն հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու։ Փնտրտուքի մեջ են ում առաջադրել, որ ճիշտ ընկալվի։ Բանն այն է, որ տեղապահել չեն կարող նշանակել, քանի որ հանձնաժողովը չունի նախագահի տեղակալ, որը ըստ ազգային ժողովի կանոնակարգի մի քանի ամիս կկատարեր նախագահի լիազորությունները։ Հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Լուսինե Բադալյանը նախագահ Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո հրաժարվեց պաշտոնից։ Հիմա չնայած Զեյնալյանը նոր պաշտոնի ԲԿ տնօրեն է նշանակվել, Բադալյանի նեղվածությունն էլ հարազատ թիմից անցել է, բայց ներսում կարծում են, որ նրա թեկնածությունն այնքան էլ ճիշտ չի ընկալվի, քանի որ ամիսներ առաջ տեղակալի կարգավիճակից է նույնիսկ հրաժարվել, հանձնաժողովում այլ հարմար թեկնածու չկա։